Կառույցներ, մոլորակի վրա կան բազմաթիվ կառույցներ, գեղեցիկ, զարմանալի, տարօրինակ եւ ինչու՞ չէ նաեւ թե գեղ։ Այսօր մենք խոսելու ենք տարօրինակ կառույցների մասին։ Վստահ եմ, որ ձեզանից շատերը կիմանան մի քանի տարօրինակ կառույցների մասին, բայց միթե դուք գիտեք, թե որոնք են 5 ամենատարօրինակ կառույցները աշխարհում։ Ձեզ ենք ներկայացնում 5 ամենատարօրինակ կառույցները աշխարհում։ Գնացինք։ Մեր թոփը բացում է մի գլուխգործոց կառույց, որը անվանվում է լողացող տնակ։ Տնակը գտնվում է Լեհաստանի Սոպոտ քաղաքում։ Հենց այսպիսի տեսք ունի լողացող տնակը։ Տնակի մեջ չկա ուղիղ անկյուն, չկա ինչ-որ ուղիղ բան։ Տնակի տանիքը այնպես է կառուցված, որ երևում է, թե այն շնչում է եւ շարժվում։ Տնակի մեջ կան օֆիսներ, խանութներ եւ այլն։ Այս բայի դրությամբ տնակը համարվում է ամենագեղեցիկ վայրը լուսանկարվելու համար։ 4-րդ հորիզոնական քարե տուն, որը գտնվում է Պորտուգալիայում։ Շատերդ կմտածեք ինչպես դրսից է երևում այս քարե տունը, այնպես էլ ներսը կլինի, բայց ոչ։ Ներսում կան գեղեցիկ փայտե դռներ ու նմանատիպ բաներ։ Կան նաև ֆանտաստիկ դիզայներական գործեր։ Իդեպ ներսում կա նաև մեծ լողավազան, պատրաստված հենց այն քարով, որը կառուցվել է տունը։ Տան մասին չկան շատ տեղեկություններ, բայց կարծում եմ նկարներին նայելով դուք կհասկանաք, որ իրոք այս տունը տարօրինակ։ Այս շլացնող գեղեցկությամբ կառույցը, որը անվանվում է Պիանո, կառուցվել է 2007 թվականին Չինաստանում։ Ներսում ամեն ինչը կապված է երաժշտության հետ։ Ամբողջ կառույցը պատրաստված է ապակուց, որը տալիս է կառույցին գեղեցիկ թափանցիկություն։ Գիշերը վառվում է գեղեցիկ լույսեր, որը պարգևում է մարդկանց լավ տրամադրություն։ Մեր թոփի արծաթե հորիզոնականն է զբաղեցնում կառույց, որը անվանվում է Խանգայի հյուրանոց։ Կառույցը գտնվում է Վիետնամում։ Հենց Խանգան այս կառույցը անվանում է խելագար տուն։ Եթե մարդ ծանոթ չլինի այս կառույցին, ապա առաջին անգամ պտտվելուց հնարավոր է մոլորվի այս մեծ կառույցի մեջ, քանի որ կառույցի ներսը կարծես լաբիրինթ լինի։ Հիմա այս կառույցը օգտագործվում է որպես հյուրանոց։ Մեր թոփի լիդերն է մի կառույց, որը անվանվում է Անթիլիա Մուկեշի անվանի։ Գտնվում է Հնդկաստանի Մումբայի քաղաքում։ Անթիլիայի բարձրությունը 173 մետր է։ Իր մեջ ընդգրկում է 27 հարկ, բայց ամեն հարկի բարձրությունը 6 մետր է։ 3 մետր ավելի բարձր, քան սովորական շենքերին է։ Շենքում աշխատում են ավելի քան 600 հոգի, միայն տեխնիկական գծով։ Պատկերացրեք, եթե հաշվենք մնացածին։ Շենքում կան 7 վերելակներ, 6-րդ հարկում կա կինոթատրոն, 7-րդ հարկում կա ավտոսերվիս, 11-րդ հարկում լողավազաններ եւ նմանատիպ բաներ։ Հարուստների ընտանիքները հանգստանում են 4-րդ հարկում։ Հարկերից մեկում կա այնպիսի տեղ, որտեղ մնալով կարող ես խուսափել հարևից եւ նույնիսկ միացնել ձյուն։ Շինարարները այնպիսի հնարավորություն են ստեղծել, որի միջոցով վերևից թափվում է արհեստական ձյուն։ Այս շենքը համարվում է ամենաբարձր եւ ամենաթանկարժեք շենքերից մեկը աշխարհում